Այսեր Իսայան Հայաստանում ցավոք սրտի միակ եզդի իրավապաշտպանը, ցավոք սրտի։ Ուրեմն իրավունք է վերապահում ինձ իրավապաշտպան իմ գործունեությամբ համարելու, որտեղ գոնե որպես մարդ Արցախի շրջափակման ժամանակահատվածում 23 թվականին 13 օր 24 ժամով իրականացրել եմ նստացույց ի պաշտպանություն աշխարհի ամենամեծ գաղութի Արցախի Նեմիսիսի արձանի դիմաց ու չեմ գնացել տուն։ Ուրեմն դրա հետ միասին ես շատ լավ գիտակցում եմ ու բարձրաձայնել եմ շատ անգամներ, որ եթե չկա հայոց պատմություն, ուրեմն չկա Հայաստանի հետ, հայ ժողովրդի հետ միասին, այս ձեր արմատ գցած եզդիական պատմություն չկա։ Եթե ջնջվում է հայոց պատմություն դասագրքերից, ուրեմն չկա ոչ մի տիպի եզդիական ներդրում հայոց պետականության հիմքում Հայաստանի կայացման արյուն թափելով առավել ևս Արցախում բոլոր ոլորտներում։ Փառք Աստծո դաշնակցական կուսակցությունում ունեմ շատ լավ ընկերներ, շատ լավ բարեկամներ, ում հետ կիսում եմ գաղափարը պետության գոյության։ Եզդի ազգը ունի այսպես ընդհանուր գրված եզդիական շրջան, բայց պետություն, պետականություն որպես այդպիսին մենք միշտ ամբողջ աշխարհի եզդիները համարել են Հայաստանը։ Ուրեմն Հայաստանի հետ կապված ես հայտարարել եմ, հիմա էլի կրկնում եմ, կոնկրետ ես, Այսեր Իսայանը եւ մեր թիմը պահանջատներն են եւ հայոց հարցի, եւ հայոց մեծ ցեղասպանության, որտեղ ցեղասպանվել են նաեւ եզդիները, եւ առավել ևս Արցախի հարցի, որը Արցախի իմ տունը չի, մենակ ձեր ծննդավայրը չի, պարոն նախագահ, իմ տունն է։ Ու իմ տան հիմքերը ամուր պահելու համար իմ ընտանիքից, իմ արյունից, իմ հարազատությունից 6 հոգու արյուն ա թափվել։ Ու այդ 6 հոգին իրավունք չեն տվել Ալիևի կամ Էրդողանի խամաչիկին, որ իմ ընտանիքի անդամների արյունը համարի առ ոչինչ, աննպատակ կամ չգիտեմ ինչ։ Սա ուղղակի է սքանդալ։ Հիմա անցնեմ հարցին, հարգելի պարոն նախագահ։ Ուրեմն բոլորս լավ գիտենք, 91 թվականից հետո սկսեց արտագաղթը։ Տարբեր պատճառներ, դա կլիներ սոցիալական, դա կլիներ թե ինչ որ մեկի կողմից բռնության, ինչ որ գյուղական, կլիներ դա չինովնիկ, կլիներ դա ինչ որ հագուստ հագած, էական չի, բայց բոլորս տեղյակ են եղել բռնագաղթի, արտագաղթի։ Դրանից հետո եղավ դաշնակցական կուսակցության լիդերների կալանքը։ Գոնե հանուն արդարության պետք է ասեմ, որ մշտապես եւ մեր կրվող տղերքից շատ-շատերը եւ առավել ևս դաշնակցական կուսակցությունը մշտապես կրել է իր կողքին նվիրվել եղբայր եզդիների գոյությունն ու իրանց իրավունքների պաշտպանություն, բայց դա տղերքը նստած են, ոչ մի բան չես կարող անես։ 97 թվականին, երբ որ Ռոբերտ Քոչարյանը դարձավ Հայաստանի Հանրապետության վարչապետ, դադարեց Հայաստանի Հանրապետության քաղաքացու հանդեպ խտրական վերաբերմունքը։ Դրանից հետո 2000 թվականին ես ինքս եղել եմ պատգամավոր ձեր կողմից, ձեր հանձնարարության, այսօր կոչվում հանրային խորհուրդ, բայց 2000 թվականի մարտի 3-ին հիմնվեց ազգային փոքրամասնությունների այդ առաջի համագումարը, որը ձևավորեց, որտեղ վերջնականապես գրեթե վերջ դրվեց Հայաստանում մեր հարազատության, ես այս ձեր բերեմ, արտագաղթի։ Դրանից հետո 2003 թվական Երջանկայիշատակ Սաբունյանը կառավարությունում եղավ եզդի ներկայացուցիչ ազգային փոքրամասնությունների այդ հանձնաժողովում։ Այսինքն Քոչարյան Ռոբերտի կառավարության օրոք ազգային փոքրամասնությունները բավականին լուրջ ներգրավվեցին եւ ինտեգրվեցին պետական կառավարման համակարգում։ Հարց. արդյոք իշխանության գալու ժամանակ պատրաստ է Հայաստանի Հանրապետության ապագա վարչապետի, այսօր վարչապետի թեկնածուն Հայաստան ոչ թե միայն եզդիներին, այլ առհասարակ ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին ներգրավելու Հայաստանի պետական կառավարման համակարգում տարբեր պաշտոնների, քանի որ նրանք հայերի հետ միասին կերտել են Հայաստանի Հանրապետությունն ու հայոց ապագան։ Շնորհակալություն։ Նայեք, եթե դուք այդ հարցը տայիք առանց նախաբանի, դուք այդքանը ասելու տեղը
թողեք ինձ, ես այդքանը պետք է ասեի։ Հիմա դուք այդ հարցը պատասխանը տվել եք հենց ձեր ելույթով։ Եթե այն ժամանակ արել եք, ուրեմն կար այդ համոզմունքը, որ Հայաստանը բոլոր հայաստանցիների հայրենիքն է։ Նաև այո եզդիների, նաև այսօրիների իհարկե անել այլ կերպ ներքին համերաշխություն մենք չենք ունենալ։ Վստահ եղեք, այո, ներգրավվելու ենք։ Պարոն նախագահ,